Հանուն Հոր և Որդվո և Հոգուի Սրբո։ Ինձ որդին ես դու, և ես այսօր քեզ ծնեցի։ Սիրելի հավատացյալներ, սրտանց շնորհավորում եմ բոլորին սուրբ ծնունդ և աստվածահայտնությունը և անանորը և մաղթում, որ այս սուրբ ծննդյան օրհնությամբ նոր լույս բացվի բոլորիս հոգիներում, նորոգության շունչ բացվի մեր ժողովրդի մեջ և Աստված տա մեզ զորություն, հավատքի զորություն, որպեսզի հաղթահարենք այն բոլոր դժվարությունները, որոնց մեջ մենք գտնվում։ Այսօր մենք հավաքվել ենք միասին տոնախմբելու և փառաբանելու տիեզերքի մեծագույն իրադարձություն, որովհետև այսօր Աստված մարդացավ, Աստված մարդ դարձավ, որպեսզի, ինչպես եկեղեցու հայրերն են ասում, մարդը աստվածանա, մարդը Աստծո որդի դառավ, Աստծո որդին դարձավ մարդու որդի և մեզ համար բացեց որդեգրության շնորհները և հնարավորություն տվեց մեզ Աստծո շնորհով դառնալու Աստծո որդիներ։ Նարեկացին ասում է, որ Աստծո մասին մի շատ գեղեցիկ արտահայտություն ունի, ասում է անսահման հեռավոր և անընդմիջելի մերձավոր։ Այսօր այդ անսահման կամ անմատչելի հեռավորը դառնում է մեզ համար անընդմիջելի մերձավոր և բացում է Աստծո և մարդու միջև Աստծո և մարդու միջև փոխհարաբերությունների մի նոր դարաշրջան, մի բան, որ մինչ այդ մարդկությունը երբեք չէր տեսել։ Մինչ այդ Աստված իր կամքը հայտնում էր արդարների միջոցով, մարգարեների միջոցով, բայց Աստծո ներբնակեցումը մարդու մեջ տեղի չէր ունեցել։ Եվ ահա Քրիստոս գալով և ներբնակվելով 9 ամիս ժուժկալելով իր մոր արգանդի մեջ, ծնվում է որպես մարդ և մարդուն հնարավորություն է տալիս Աստծուն իր մեջ ունենալու։ Աստված գալիս է իր անսահմանելի բարձունքից և մեզ սիրելիներ դարձնում է Աստծո տաճարներ։ Աստծո տաճարներ, որտեղ Աստված է բնակվում, բայց մենք գիտենք, որ այդ տաճարը պետք է մաքուր պահել, որտեղ Աստված անմաքուր բաներ չի սիրում։ Հեռու է փախչում անմաքրությունից։ Ուստի քանի դեռ մենք մեր կյանքը մեղքի ենք ծառայեցնում, դեռ հեռու ենք այդ երանելի հանգրվանից, որ Աստված գա և մեր մեջ բնակվի։ Եվ այսօր եկել ենք հենց այդ առիթով ուրախանալու։ Այսօր եկել ենք Աստծուց խնդրելու և աղաչելու, որ դրան մենք արժանանանք, որովհետև քանի մենք դեռ չենք գտել Աստծուն, ոչ թե պարզապես իմացել ենք Աստծուց, քանի դեռ մենք չենք գտել Աստծուն, չենք ճանաչել նրան անձնապես, քանի դեռ այդ ներբնակեցումը մեր սրտերի մեջ տեղի չի ունեցել, նշանակում է դեռ քրիստոնեությունը չի կատարվել մեզ համար։ Մենք ընդամենը տեղեկություններ ունենք քրիստոնեության վերաբերյալ։ Քրիստոնեական կյանքը, սիրելիներ, նրա համար է, որպեսզի մենք սրբության հասնենք։ Եվ սա ինչ որ գերմարդկանց համար ստեղծված մի բան չի այդ սրբությունը։ Սա յուրաքանչյուր մարդու համար։ Սրբություն նշանակում է մաքրություն։ Մենք պետք է բավականաչափ արիություն ունենան սրբությամբ ապրելու համար և ոչ թե հուսահատվելով տրվենք մեղքերից, ինչպես շատերն են անում, մտածելով, որ միգուցե իրենց համար այդ ամենը հասանելի չէ։ Սրբությունը հասանելի է յուրաքանչյուր մարդու։ Եթե մենք իսկապես անկեղծ հավատքով, անկեղծ սրտով փնտրում ենք այդ սրբությունը, մենք
Դարերի ընթացքում տեսնում ենք սրբության ինչ փայլատակումներ է եղել մարդկության մեջ։ Եվ տեսնում ենք, որ շատ պարզ մարդիկ, ոչ շատ մեծ գիտություն ունեցող մարդիկ, ինչպես նաև գիտություն ունեցող մարդիկ, բայց շատ պարզ մարդիկ, ինչպես են հասնում այդ սրբության բարձրագույն աստիճանները։ Ուրեմն կապ չունի, թե դու ինչ տաղանդ ունես, կապ չունի, ինչ հնարավորություն ունես այս աշխարհում։ Դու կոչված ես սուրբ լինելու։ Եվ այսօր սիրելի հավատացյալներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ ծննդյան եւ աստվածահայտնությամբ բացվել է այդ սրբության դռները մարդկության համար, բացվել է։ Ժամանակը շատ երկար չէ, կյանքը անցնում է ակնթարթի պես։ Քանի մենք այդ հնարավորությունը ունենք կյանքում, քանի մենք մեր մեջ ուժ ունենք, այդ ուժը ծառայեցնենք մեր կյանքի գլխավոր նպատակին։ Այսօր մենք եկել ենք այստեղ, սիրելի հավատացյալներ, հովիվների եւ մոգերի հետ միասին, որպեսզի փառաբանենք, խոնարհվենք, երկրպագենք մանուկ Հիսուսին, որ այսպիսի անպատում շնորհների մեզ արժանացրեց, այսպիսի երանության մեզ արժանացրեց, որ փրկություն տվեց մարդկությանը, որ իր պատարակով մեզ ազատագրեց մեր մեղքերի կապանքներից։ Ինչ մեծ երանություն է այս ամենը ունենալը, ինչ մեծ երանություն է քրիստոնյա լինելը, իսկապես քրիստոնյա լինելը, ոչ թե խոսքով։ Սա մեծագույն հարստությունն է, որ մարդկությունը ունի։ Ինչ մեծ պատիվ է առաջի քրիստոնյա ժողովուրդ լինելը, բայց մենք պիտի հասկանանք, որ այդ կոչմանը պիտի արժանի լինենք։ Եթե մեր հայրերը եղել են իմաստուն, չի նշանակում, որ մենք ապահովագրված ենք հիմարությունից։ Եթե մեր հայրերը եղել են սուրբ, չի նշանակում, որ մենք առանց որևէ բան անելու ապահովագրված ենք պղծությունից։ Մենք պիտի շարունակողը լինենք նրանց մեծ գործերի։ Ինչպիսի ժառանգություն ենք ստացել, ինչպիսի հավատքի վկայություն ենք ստացել։ Երանելի է լինել այսպիսի ժողովրդի զավակ, բայց նորից եմ ասում, դա ոչ թե պետք է լինի մեխանիկորեն, այլ դա պետք է լինի կենդանի կերպով մեր կյանքով եւ մեր զոհողությունների պատրաստականությամբ։ Աստված եկավ ինքն իրեն մեզ զոհաբերելու համար, որպեսզի մեզ փրկի։ Ինքն իրեն Աստված փրկագին է վճարում մեզ մեղքերից ազատագրելու համար։ Աստված իրեն ամբողջությամբ նվիրում է մեզ, իսկ մենք ինչ ենք նվիրում Աստծուն։ Ինչ ենք նվիրում, հովիվները պարզ բան չունեին, նրանք փառաբանում էին Աստծուն, բայց մոգերը, որոնք թագավորներ են, եկել էին շատ հեռվից եւ բերել էին ամենաթանկարժեք նվերները, որ հնարավոր է եւ մատուցում էին Հիսուսին։ Հեռվից Աստղը նրանց առաջնորդեց, բերեց այդ երկրպագությանը եւ նրանք Աստծուն մատուցեցին այնպիսի նվերներ, որ Աստծուն վայել է այդպիսի նվերներ մատուցել։ Իսկ մենք ինչ ենք ուզում մատուցել Աստծուն։ Մենք այսօր եկել ենք այստեղ, որպեսզի մենք Աստծո պատարագին արձագանքենք։ Պատարագ նշանակում է զոհաբերություն։ Ինչ ենք պատրաստ մենք զոհաբերել։ Աստված մեզանից կիսատ վրատ բաներ չի ուզում, դատարկ բաներ չի ուզում, անվայել բաներ չի ուզում։ Եթե Աստծուն մենք մի բան պիտի տանք ամենաթանկը եւ ամենակարևորը։ Եվ Աստված մեզ ամբողջապես է ուզում է, որ մենք իրենը դառնանք, իր տաճարը դառնանք, ինչպես ինքն է ամբողջապես մեզ ինքն իրեն տվել, պատարակվելով մեր մեղքերի։ Սիրելիներ, քրիստոնեական կյանքը պայքարի կյանք է, զոհողությունների կյանք է, աշխատանք է, դա տխրություն է, դա ճգնություն է։ Հեշտ չի տրվում, բայց երբ տրվում է, երբ մենք բավականաչափ զոհաբերություններ ենք անում, երբ տրվում է, մենք հասկանում ենք, որ մենք ինչ ունեցել ենք մինչև այդ, ոչինչ չարժի, դրա հետ չի կարող որևէ բան համեմատվել, ինչի չենք արթնանում, սիրելիներ, ինչի չենք արթնանում եւ այդ գերագույն գանձերը, որ մեր առջև դրված են, չենք գնում դրանց ընդառաջ,
Աստված ձրիաբար այդ ամեն ինչը մեզ տվել է, ինչի չենք բացում մեր հոգիները, Աստծո լույսի առջև։ Ժամանակը, ինչպես ասացի, կարճ է, աչքերդ խփում ես եւ բացում ես եւ մենք այդ կյանքը անցնում ենք։ Քանի դեռ մենք այս կյանքում ենք, քանի դեռ Աստված իր սիրով սպասում է մեզ, գնանք Աստծո սիրուն ընթառաջ։ Սիրելիներ, մեծ ուրախության օր է այսօր։ Այսօր մենք հավաքվել ենք իսկապես իմաստավորված ուրախանալու։ Եվ հավաքվել ենք ոչ միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը եւ Աստվածահայտնությունը տոնախմբելու, այլ իսկապես նոր տարի նշելու։ Ես ամեն տարի սրա մասին ասում եմ, նոր տարին այսօր է սկսվում։ Նա տարեմուտ է։ Մարդիկ շփոթված դրա նոր տարի են ասում։ Նոր տարի նշանակում է նոր մի բան, իմաստավորված բան։ Նոր տարի նշանակում է նոր ժամանակ, ժամանակը մենք հաշվում ենք Քրիստոսի ծնունդից։ Նշանակում է այսօրվանից է այդ նոր տարին սկսվում։ Նոր տարի նշանակում է նորոգություն, իմաստավորում, նոր մարդու խորհրդանիշ իր մեջ ունի։ Տեսնեք ինչքան խորը իմաստ ունի իմ ասած նոր տարի։ Այն նոր տարին դատարկ ճառել, դատարկ ժամանակը փոխվել է, ինչ որ ժամանակը փոխվել է, տարեմուտ է։ Բայց տարեմուտ է եւ մենք սպասում ենք գլխավոր իրադարձությանը, որից հենց պիտի սկսի այդ նորոգությունը մեր կյանքում, որը այսօր է սկսում, այսօր է նոր տարի։ Որովհետև այսօրվա մեջ կա իմաստ, փոփոխության տոները նրա համար են, որ մի բան մեր մեջ փոխվի, որ կարողանանք մի բան իմաստավորված մեր երեխաներին ցուցանել, խորհուրդ լինի դրա մեջ, եւ հասկանանք, որ սրանից հետո մենք այսպես պիտի ապրենք, մենք պիտի փոխենք մեր կյանքը, ահավասիկ Սուրբ Ծննդյան, երբ տոնի խորհրդի մեջ ենք մտնում, մենք հասկանում ենք, ինչ պիտի անենք, որ պիտի ապաշխարենք, անմաքրության եւ անարդարության դեմ պիտի պայքարենք, մեր հոգիները սրբության պիտի ծառայեցնենք եւ այլն, ուրիշների նկատմամբ պիտի ողորմած լինենք, շատ բաներ ենք հասկանում այսօրվա խորհրդով։ Թե չէ հավաքվում ենք, ուտում ենք, խմում ենք, այն էլ պասի օրերի, ստամոքսներս լցնում ենք անիմաստ կերպով, չենք էլ հասկանում, թե ինչի համար ենք հավաքվում։ Անիմաստ բանթով լավ տարի լինի։ Ինչի հիման վրա ենք ասում, որ լավ տարի լինի, որ հիմքով լավ տարի լինի, շարունակենք նորից մեղքին ծառայել, բայց ասենք, որ լավ տարի լինի, սնահավատական բաների մեջ ենք գտնվում։ Մինչդեռ այսօր իսկապես այդ իմաստավորված է այդ ժամանակի փոփոխությունը, այսօր եկել է նորը, այսօր եկել է ճշմարիտը, այսօր եկել է լուսավորը եւ մեզ հնարավորություն է տալիս նոր կյանքով, լուսավորված կյանքով ապրելու։ Քրիստոնեությունը այնքան բան է տվել մարդկությանը, որ չենք կարող պատկերացնել։ Օրեր, տարիներ կարող ենք խոսել եւ դա չի վերջանում։ Այն ամենը ինչ որ մենք ունենք, գիտակցություն, գիտություն, ճանաչողություն, չգիտեմ, արվեստ, ամեն բան, ինչ որ կա, այս իր խորքային իմաստով քրիստոնեությունն է տվել կամ էապես վերապրել է մեր պատկերացումները ամեն ինչի մասին։ Մարդկային հարաբերություններ, մարդու սիրել, ով է սրա մասին մեզ ուսուցանել։ Այդ որ կրոնն է մեզ ուսուցանել մարդու սիրել։ Եվ ինչպես է ուսուցանել։ Այդ քրիստոնեության մեջ է, որ դու հասկանում ես այդ մարդկային գերագույն ապրումի էությունը, որ սերը զոհաբերություն է, եւ Աստված իր անսահմանելի բարձունքից խոնարհվում է մեր առաջ, ցույց տալով այդ սիրո իրագործման ճանապարհը։ Չկա խոնարհություն, չկա սեր, չկա զոհաբերություն, չկա սեր, դրանք անիմաստ խոսակցություններ են։ Քրիստոնեությունն է, որ բացել է դրա էությունը մեզ համար, եւ շատ այլ բաներ եւ բարքեր։ Քրիստոնեությունը ի տարբերություն այլ կրոնական համակարգերի սիրելի հարաբերության ինքը լիակատար կրոն է։ Երբ ես ասում եմ լիակատար կրոն, ես նկատում եմ, որ քրիստոնեությունը ճանապարհ է եւ ոչ թե փակուղի, որ գնում ես, մեկ էլ չես հասկանում, թե դու որտեղ ես։ Քեզ խոստացել էին ինչ-որ լավ բաներ, որ եկել է մտել ես փակուղի։ Չի իրագործվում այդ անսահմանության հետ քո հաղորդակցությունը։ Չի իրագործվում այդ Աստծո հետ քո հաղորդակցությունը։
որովհետև չկա ճանապարհ։ Իսկ քրիստոնեության մեջ կա իրական ճանապարհ, Աստծո որդու մարդեղությամբ հաստատված։ Ասում է Քրիստոս, ես եմ ճանապարհը, եւ այդ ճանապարհը Աստծո որդու մարդեղությունն է։ Այդ ճանապարհը ոչ թե մարդկանց կողմից է հորինված, մարդկանց ստեղծագործություն է, այլ Աստծո է մեզ տրված։ Բացված է երկնքից դեպի երկինք, ոչ թե երկրից դեպի երկինք, որպեսզի երկրավորներս կարողանանք այդ աստվածային, այդ երկնային ճանապարհով բարձրանալ եւ միավորվել Աստծուն։ Ասում է, ես եմ ճանապարհը եւ ճշմարտությունը եւ կյանքը։ Այո, այդ ճանապարհը մեզ տանում է դեպի ճշմարտություն։ Դա ոչ թե այնպիսի մի ճանապարհ է, որտեղ մենք կարող ենք սխալ եզրահանգումների գալ կամ սխալ ինչ-որ պաշտամունքների մեջ մտնել, այլ տանում է մեզ դեպի ճշմարտություն։ Այս ճշմարտության հասկացողությունը շատ կարևոր բան է, որտեղ ամեն ինչ այս կյանքում դարձել է հարաբերական, ասած ամեն ինչ փոփոխական է, հարաբերական, այսօր ճշմարտությունը բաղստուտ է եւ այլն։ Մարդիկ տարօրինակ ասած խապկանքների մեջ են, անհասկանալի է թե ինչ չափանիշներով են ապրում, ինչի հետ են համեմատում։ Եվ որն է ճշմարտության չափանիշը։ Քրիստոնեությունը միակ կրոնն է, որտեղ ճշմարտությունը աստվածային բնույթ ունի։ Ճշմարտությունը հենց ինքը Աստված է։ Համար ասում է, ես եմ ճշմարտությունը։ Այսինքն ով ինձ ճանաչում է, նա հաղորդ է ճշմարտության։ Ոչ թե ճշմարտության մասին այսպես ինչ-որ իմաստակություններ է անում, ինչ-որ պնդումներ է կատարում, այլ ունի այդ ճշմարտությունը, որովհետև ունի Աստծուն։ Եվ վերջապես ասում է, ես եմ կյանք։ Մենք քանի դեռ Աստծուն չունենք, մենք չենք կարող սիրել։ Մենք ուղղակի գոյություն ունենք անհասկանալի ձևով, որտեղ կյանքը պիտի իմաստ ունի։ Չկա այդ իմաստը հանեցի, այդ կյանքը ոչ մի արժեք չունի։ Ուրեմն Աստված է, Քրիստոսն է մեր կյանքը, որ այսօր հայտնվել է մեզ սիրելիներ, հայտնվել է մեզ որպես աներևակայելի եւ ինչպես Աստվածաբան հայրերն են ասում, որպես Աստծո անստվեր լույսի ծագում։ Շատ գեղեցիկ արտահայտություն է այս անստվեր լույսը։ Աստվածային լույսը երբեք ստվեր չի թողնում, ինքը թափանցում է ամեն ինչի մեջ։ Ֆիզիկական լույսն է ստվեր թողնում։ Դրա համար այդ աստվածային, այդ անեղ լույսին նաև տալիս է այնպիսի որակում անստվեր լույս, ինչպես Նարեկացին է իր աղոթքի մեջ ասում, որ ողորմության փառքի անստվեր լույսի ծագումից հալում են մեղքերը, հալածվում են տևերը եւ այլն իր որդի Աստծո կենթանուի մեջ։ Ուրեմն Աստված լույս է սիրել եւ սա Աստծո կարևորագույն անուններից մեկն է։ Աստված լույս է եւ այդ լույսով լուսավորում է մեր հոգիները։ Մենք գիտենք, որ նույնիսկ արարչագործության մեջ ամենակարևոր բանը լույսն է։ Առաջին բանը, որ ասաց Աստված, արարչագործության ժամանակ ինչ ասաց, եւ եղիցի լույս, ասաց որ լույս լինի։ Ինչ այդ տարրերը ստեղծված են եւ Աստծո հոգին այդ ֆիզիկական տարրերի վրա շրջում է, բայց այդ տարրերը քաոսի մեջ էին, չկար ոչ մի կարգավորություն, որտեղ դեռ լույսը չկար։ Եվ Աստված ստեղծում է լույսը, որովհետև ինքը լույս է, ստեղծում է լույսը եւ այդ բոլոր տարրերը դնում է փոխազդեցության մեջ եւ արարչագործությունը կարգավորություն է ստանում։ Լույսի գաղափարը ամեն ինչի մեջ կարևորագույն գաղափար է։ Ոչ միայն ֆիզիկական աշխարհում, այլ նաեւ մեր հոգեվոր կյանքում։ Ինչ են ասում սուրբ մարդկանց մասին, ասում են լուսավորված մարդ։ Մեծ այսպես գիտնականների կամ մեծ մտածողների մասին ինչ են ասում են լուսավորված միտք ունեցող մարդիկ։ Հա լույսով մենք բնորոշում ենք ամեն ինչ, սրբությունը, կյանքի բարձրագույն վիճակները եւ այլն։ Աստված լույս է։ Եվ մենք այսօր եկել ենք այդ լույսին, այդ աստվածային լույսին հաղորդակից լինելու համար, որովհետեւ ասում է խավարում նստած ժողովուրդը խավարում եւ մահվան ստվերներում նստած ժողովուրդը լույս տեսավ մարգարեն եւ այդ լույսը բացվեց, դրա համար ենք մենք գիշերով այս պատարագը անում։
Գիշերով է կամ որտեղ այդ մարդկային գիշերվա խավարի մեջ է բացվել այդ աստվածային լույսը մեզ համար։ Եվ մենք այսօր եկել ենք, որպեսզի նաև այդ մեր կանթերները վառենք և տանենք։ Բայց այդ կանթերը վառել տանելուց առաջ մենք պիտի մտածենք մեր սրտի կանթերները ինչպես ենք վառում այդ աստվածային լույսով։ Սա է ամենակարևոր բանը, որ մեր սիրտը վառվի այդ աստվածային լույսով։ Աստծո սիրո կրակով լցված Քրիստոս ասում է եկա կրակ գցելու այս աշխարհում։ Եվ ինչ եմ կամենում, որ այդ կրակը արդեն բորբոքված է։ Եկել ենք այսօր մեր ուխտը անելու Աստծուն, մեր հավատարմությունը խոստանալու Աստծուն, մեր հավատքը վկայելու, մեր սերը վկայելու, ասելու Տեր Աստված, մենք սիրում ենք քեզ։ Մենք սիրում ենք քեզ, որովհետև այնպիսի պարգևներ ես տվել, որ անհնար է բացատրել։ Դու ազատել ես մեզ հոգևոր բորբությունից, եւ մենք կարող ենք քեզ հայր ասել։ Ոչ թե պարզապես Աստված, ինչպես Հովան Ոսկեբերանի աղոթքն է ասում պատանականատություն, այլ արժանեցրիր ասում է մեզ, քեզ հայր անվանել։ Մենք երկնավոր հայր ունենք, հոգևոր հայր ունենք, ուրեմն մենք այլևս որբեք չենք, այլ Աստծո զավակներ։ Ուրեմն ահա այսպիսի մենք եկել ենք այս ամենը տեսնելու, հասկանալու, սրա մասին խոստացելու եւ նաեւ մեր հավատարմությունը եւ մեր հավատքը վկայելու սիրելիներ։ Ամենամեծ պարգևն է։ Թող Աստված ձեր բոլորի հավատքը այսօրվա խորհրդով զորացնի։ Թող Աստված բոլորի հոգիները լույսով լցնի, ճշմարիտ աստվածային լույսով, թող ձեզ լուսավոր մարդիկ դարձնի, թող սրբությունը ծաղկի մեր ժողովրդի մեջ, որպեսզի ոչ թե մեր պատմական միայն սուրբերի հիշենք, այլ այսօր էլ ունենանք այդ սրբության վկայությունը մեր կյանքում։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Մեզ եւ ձեզ մեծ ամեն